Բարեկալուստ գույների պատմություն հաղորդում։ Արվեստի աշխարհը լի է գույներով, զգացմունքներով ու անսպասելի բացահայտումներով։ Գույների պատմություն հաղորդումը ձեզ կտեղափոխի ստեղծագործական միջավայր, որտեղ հայտնի ու տաղանդավոր նկարիչները կպատմեն իրենց կյանքի ոգեշնչման աղբյուրների մասին եւ ընդամենը 20 րոպեում կստեղծեն նոր արվեստի գործ ձեր աչքի առաջ։ Պատրաստվեք բացահայտելու արվեստի կախարդական ուժը եւ ականատես լինելու ստեղծագործական հրաշքին գույների պատմություն հաղորդման ընթացքում։ Ես գեղանկարիչ Լիլիթ Տոնագանյանն եմ։ Ապրում եւ ստեղծագործում եմ Շիրակի մարզի Արտիկ քաղաքում։ Իմ կտավներում մեծամասամբ կտեսնեք Շիրակի դաշտավայրի բնապատկերները, որը ինձ շատ հարազատ է։ Հիմա կստեղծագործենք, տեսնենք ինչպես կստացվի։ Ըստ ինձ արվեստը, նկարչությունը պետք է հոգով զգալ, պետք է շատ սիրել տվյալ աշխատանքը, կարծում եմ ինչ բնագավառում է լինի, եթե սերը գերիշխում է, եթե ցանկությունը կա, ապա կարող ես անվերջ ստեղծագործել, կարևորը ազնիվ լինես ինքդ քո հետ եւ կարողանաս գեղեցիկը մատուցել։ Հիմնականում գործերումս գերիշխում են վառ գույները, որը կարծում եմ իմ բնավորությունից էլ է գալիս, փորձում եմ վառ գույներով տեսնել աշխարհը, ինձ շրջապատող մարդկանց։ Եվ հիմա որ տեսնեք, կարևորը կոմպոզիցիոն առումով աշխատանքը գեղեցիկ եւ գրագետ լինի, իսկ ընդհանուր գույները ես այսպիսին եմ տեսնում։ Մասնակցել եմ բազմաթիվ ցուցահանդեսների, հիմա աշխատում եմ մեր Արտիկի տարածաշրջանում Փանիկ գյուղում, արվեստի դպրոցում որպես նկարչության դասատու։ Մոտ ապագայում, ավելի ճիշտ ամռանը, պատրաստվում եմ նոր ցուցահանդեսի, նոր ոգով, նոր ոգեշնչված, լիովին նոր գործերով կներկայանամ, քանի որ ընտանիք, բալիկներ, դրանից հետո կարծես ովքեր որ ինձ ճանաչում են, ասում են նույնիսկ ձեռագիրսել է փոխվել, բայց կարևորը այս վառ գույները դեռ զգում եմ։ Գորշ գույներ չեմ սիրում եմ միշտ վառ գույներով ստեղծագործել։ Կարևորը նկարչության ընթացքում վերջում դիտողին փոխանցես այն էմոցիաները, ինչ որ զգացել ես, հանձնել ես կտավին, այդ ամեն ինչը դիտորդը զգա, տեսնի։ Երբեմն եղել է ունեցել եմ աշխատանքներ, որ նույնիսկ խոսելու կամ նկարագրելու կարիք չի եղել։ Ես նկարել եմ մի այլ բան, իսկ դիտողը տեսել է լրիվ ուրիշ բան։ Բացի բնապատկերներից ունեմ նաև աբստրակտ ոճի գործեր, այդ գործերի մասին է խոսքը։ Արդեն թվով 6 անհատական ցուցահանդես եմ ունեցել, առաջի երկուսը իմ հայրենի քաղաքում Արտիկում, Գյումրիում եւ ապա Երևանում, Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում, մասնավոր պատկերասրահում։ Այդ ցուցահանդեսները շատ մեծ հնարավորություն տվեց, որ ինձ ճանաչեն, որ ես Շիրակի մարզից եմ, փորձեցի այնպես անել, որ միայն Երևանը եւ Գյումրին չեկա, նաեւ իմ վարտագույն Տուֆքարի քաղաքը Արտիկը, որտեղ որ ես ապրում եւ ստեղծագործում եմ։ Եվ այդպես էլ եղավ, այդ ցուցահանդեսների ժամանակ սկսեցին ինձ ճանաչել, սկսեցին հետաքրքրվել, թե ով է, ինչ նկարներ ունի նկարած, եւ իմ փոքր քաղաքում նույնիսկ ինչու՞ չէ, կարող եմ ասել, որ զարգացնում եմ նաեւ туриզմը, որովհետեւ այս իմ արվեստանոցում, այս նկուղային հատվածում տարբեր երկրներից մարդիկ են եկել, հյուրընկալվել, ծանոթացել իմ Շիրակ դաշտավայրի աշխարհին, իմ գործերին, հետաքրքրվել են, իսկ վերջերս Հայաստանում Չինաստանի դեսպանն էր եկել, նա զարմացած ասում էր այս նկուղային հատվածում ոնց ես կարողանում այսքան լույս տեսնել, բայց կարևորը ցանկությունն է, կարևորը այն ցկտումն է, որ ես ունեմ եւ փորձում եմ նկարել։ Ընտանիքում նկարիչներ չենք ունեցել, բայց մայրս սիրում է երբեմն նկարել։ Երբ որ պետք է ընդունվեի ակադեմիան, Գեղարվեստի ակադեմիան, միշտ ասում էին, որ նկարչությունը շատ թանկ հաճույք է, արդյոք կկարողանամ սովորել, ավարտել, բայց փառք Աստծո, հայրս միշտ ասում էր, շատ համեստ մարդ է հայրս, ասեց, այն ինչ որ ուզում է իմ Լիլիթը, պետք է անպայման մինչև վերջ գնա, մի քշ եղեք երեխային, թող ինքը ինչ որ ուզում է, դա էլ սովորի։
Յուրաքանչյուր ստեղծագործող նոր սկսնակ նկարիչներին ցանկանում եմ, որ իրենք էլ կարողանան շատ աշխատասիրություն ունենան, ցկտեն լինել լավագույնը, ինչու՞ չէ լավագույնը իրենց ոլորտում, մասնակցեն տարբեր ցուցահանդեսների, որովհետև այդ ցուցահանդեսները շատ մեծ ճանաչելիություն են տալիս նկարչին, այնպես ինչպես ես արեցի, մասնակցելով տարբեր ցուցահանդեսներին սկսեցին հետաքրքրվել, գալ մեր փոքր արտիկ քաղաքը, ինչու՞ չէ իմ կամ մեկ այլ ուրիշի միջոցով ավելի ճանաչելի դարձնել մեր քաղաքը եւ եթե որևիցե մեկս կարող ենք ինչ-որ մի լավ բան անենք մեր քաղաքի համար, ինչու՞ չէ, անենք։ Իմ կյանքում հանդիպած բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ օգնել են, աջակցել են, ուզում եմ շնորհակալություն հայտնել, եթե նրանք չլինեին, Հայաստանի նկարիչներում մասնակի հովանավորել է Նշան Աջեմյանը, Հայեն բարեգործական հիմնադրամի տնօրենը, Փյունիկ զարգացման կենտրոնում անվճար տարածքը տրամադրել է Գաբրիել Չանվերչյանը, որի համար շատ շնորհակալ եմ, ես 2 անգամ իր այդ ցուցասրահում ցուցադրվել է գործերս, ցուցահանդեսս տեղի է ունեցել, Ալեք Բաղդասարյանը, որը բազմիցս ինձանից նկարներ է գնել, օգնելով, խրախուսելով, որ նկարներս տարածվեն եւ ճանաչում ձեռք բերեմ։ Բոլորը արվեստի սիրահարներ են, ովքեր որ սիրում են արվեստը, զգում են արվեստը, փորձում են իրենց տանը ունենալ իմ գործերից։ Ես սիրում եմ իմ արտիկ քաղաքը, ես միշտ նշում եմ, որ այն Վարդագույն Տուֆքարի քաղաքն է, փոքր է, բայց այստեղ մի հատ էներգետիկ դաշտ ունի, ուր էլ գնաս, հենց գալիս ես մեր արտիկ, մի հատ մոստ ունենք, այդ մոստից բարձրանում ես, կարծես շունչը տնկնում է տեղը, դու արդեն քո տանն ես, կարող ես, ճիշտ է, միգուցե աշխատելու առումով ես չեմ կարող դժգոհել, որովհետև ես աշխատանք ունեմ, յուրաքանչյուր անձ եթե ցանկանա, ապա աշխատանքը կգտնի, նույնիսկ մեր փոքր արտիկ քաղաքում։ Վստահ եմ, որ եթե երկրից դուրս էլ հնարավորություն լինի գնալու, միևնույն է, հաստատ ես կգամ մեր արտիկ քաղաքը, որովհետև մոտ ապագայում միտք ունեմ դպրոց բացել, ստուդիա, որտեղ կդասավանդեմ նկարչություն եւ ոչ միայն արվեստի, գրեթե բոլոր ճյուղերը կցանկանամ ունենալ իմ դպրոցում։ Չեմ կարող չհիշել իմ դասախոսներին, արտի ուսանողական տարիներում իրանք շատ մեծ դեր ու նշանակություն են ունեցել իմ կյանքում, իրենցից շատ բան եմ սովորել, այնուհետև շատ դուրս գալիս է ու սիրում եմ Հաղթանակ Շահումյանի գործերը, Շմավոն Շմավոնյանի գործերը, իրենցից դեռ շատ բաներ ունեմ սովորելու, այն հայկական ոգին ու շունչը կա իրանց նկարների մեջ։ Երբեմն այս իմ գույները, որ տեսնում են, ասում են Մարտիրոս Սարյանի գույներին է նման, արդեն մեծ հպարտություն է զգում, որ ինչ-որտեղ քո գործերը նմանեցնում են, դե ինձ ճանաչում են որպես ծաղիկների արարչագործուհի, որովհետև բոլոր գործերումս գերիշխում են ծաղիկները, իհարկե կանայք աղջիկները սիրում են ծաղիկներ ստանալ, բայց իմ նկարներում դրանք չեն թառամում, երևի ինչ-որ նշանակություն ունի, մարդկանց ցուցահանդեսներում, որ լինում եմ, ասում են հաստատ այդ ծաղիկները Լիլիթի նկարած նկարներն են, միանգամից ճանաչում են ծաղիկներով։ Կլոդ Մոնեի, Մանեի գործերն է շատ հոգեհարազատ, իմպրեսիոնիստական ոճը շատ կսիրեմ, երբեմն փորձում եմ ոգեշնչված իրենց գործերից, իմ գործերում էլ տեսնեմ նմանատիպ վրձնահարվածներ, չափերով շատ մեծ կտավների վրա եմ սիրում, երազում եմ, որ այդ չափի կտավների վրա ես էլ գործեր անեմ, դեռևս ամենամեծ չափի կտավը եղել է մետրի վրա այդ չափերը, կարելի է այդ ստանդարտներից երբեմն դուրս աշխատել, դեռ երազում եմ, չեմ փորձել, քանի որ երեխաներս փոքր են, ճիշտ է նկարում են գույներ շատ են սիրում, բայց երևի դա ավելի շատ խզբզոց է, դեռ իրանք փոքր են, բայց կարևորը սիրում են գույները, վառ գույները, ինչպես ես, եւ այն ամեն ինչին ինչ հասել եմ, նախ ուզում եմ շնորհակալությունս հայտնել ծնողներիս, որովհետեւ այն ինչ որ տեսնում եք, այն ճանաչում են հաջողությունները, որոնք ես ունեցել եմ ծնողների շնորհիվ է, իսկ հետո այն ընտանիքը, որը արդեն ես եմ ստեղծել,
միշտ օգնում են, միշտ ասում են, որ իմ հաջողության գրավականը իմ ընտանիքիս միասնությունն է։ Եթե անհրաժեշտ է երեխաներին են նայում, ես նկարում եմ։ Եթե ցուցահանդեսներ են լինում, ապա մասնակցում եմ։ Չգիտեմ հետագայում իրանք ինչ ուղղություն կընտրեն, բայց կարևորը թող նկարեն, հետո կտեսնենք։ Դիպլոմային աշխատանքս Հարիջավանկը, որը մեր տարածաշրջանում է գտնվում, եւ միակ աշխատանքն է, որ երևի չվաճառեմ։ 2016 թվականն եմ ավարտել։ Երբեմն սպիտակ կդավի դիմաց, որ կանգնած ես, ընդհանրապես չգիտես ինչ պիտի նկարես, որոշել ես, որ ինչ-որ պատկեր անես, բայց վերջում մեկ-տեսար կստացվի լրիվ այլ բան։ Մտածված ինչ-որ չեմ գալիս կանգնում ու մտածեմ, թե ինչ պիտի նկարեմ, տվյալ պահին ինքը կհուշե քեզի ինչ պիտի անես հաջորդ քայլերում։ Ուղղակի որոշեցի գյուղական ինչ-որ տեսարան նկարեմ։ Ընդունվել էի, գիտեի, որ պիտի սորվիմ, լավ աշխատեիմ ձեռքիս վրա, միշտ ասում էի ավարտելուց հետո ինչ պիտի աշխատեմ, նկարչության ուսուցչուի, ու հետագայում հասկացա, որ նկարչությունը, եթե նկարչություն չլիներ, հաստատ ուրիշ ինչ-որ բնագավառ չէի ընտրի, որովհետև ինչ ինձ գիտեմ, 6 տարեկանից նկարում եմ։ Ավարտելուց հետո նոր սկսել եմ արդեն ակտիվ գործունեություն վարել, տարբեր մարդկանց ասել, որ ես արդիկ քաղաքում եմ ստեղծագործում, հրավիրեցի, տարբեր մարդիկ եկան արվեստանոց, ու այդպես սկսվեց ճանաչելությունը։ Իհարկե, ինչ որ ես գիտեմ, իմ համար մեծ հաճույք է փոքրիկների հետ աշխատելը, գյուղի երեխաների հետ աշխատելը, որովհետև տեսնում ես, որ իրենք էլ են սիրում, ես էլ եմ այդ ճանապարհով անցել, տարբեր փառատոների եմ տանում, որ մասնակցեն, տեսնեն։ Իմ համար մեծ հաճույք է երեխաների հետ աշխատելը, կարևորը իրենք էլ սիրում են, իրենք էլ են սիրում իմ նման վառ գույները։ Այս աշխատանքս գրեթե համարում եմ ավարտված եւ այն մեծ սիրով նվիրում եմ հեռուստաընկերության թանգարանին։ Բոլոր իմ արվեստասեր ընկերներին ցանկանում եմ, որ շատ աշխատեն, մեծ սեր ունենան իրենց աշխատանքի նկատմամբ եւ վստահ եմ այդ ժամանակ հաջողությունը մոտ կլինի։